Պարոն Անկյան, ճիշտն ասած ուզում էի այն դետալների շարքում, որ ձեր համար կարևոր չեն, դե պոակա ինչա, բայց այս վերջի դետալն էլ պարոն Գալաջյանի հետ կապված, բայց տեսեք ներողություն խնդրեցիք, դա չեմ բարձրաձայնում։ Չեմ ասում նեղվեցիք։ Իմ ու ձեր տարբերությունը այն է, որ ես կանոնակարգը գիտեմ, տեղից չեմ գոռում, դուք չէ։ Հիմա Պարոն Անկյան, տեսեք, ասում եք, այդպես պոակա, ինչ է, դուք հասկանում եք, ես ինչ-որ պայից սկսած ուղղակի դադարել եմ ձեր հաշվարկներին անդրադառնալ, ոչ թե նրանից, որ դրանք խիստ հիմնավոր են, այլ որտեղ հասկացել եմ, որ դա անիմաստ է, որովհետև դուք բացարձակապես հետաքրքրված չեք հասկանաք, դուք ճիշտ եք ասում, թե սխալ եք ասում, դուք ուղղակի ինչ-որ թվեր եք տեղ-տեղ հորինում, որը ձեզ բանը, տեսեք, ես շատ կոռեկտ եմ ոչ մեկ չի խանգարել։ Չէ, ես շատ կոռեկտ եմ արտահայտվում, հորինելը ոչ ցենզուրային բան է, ոչ եւ այլն։ Դուք այնպես բաներ եք ձեզ թույլ տալիս դրանից 10 պատիկ ավել, որ մենք սկսենք վիրավորվել, այս նիստը երևի անընդհատ կընդհատվի, հենց որ մի ընդհատեք ինձ։ Ու մի բան էլ ձեզ ասեմ, այդ անընդհատ դետալները երբեմն կարևոր են, հա, պոակ ՓԲ-ն չեմ ասում, բայց անգամ են, որ դուք ասում եք, այս դահլիճս փողկապով էի գալիս, որտեղ ձեզ հարգում էի, դուք ինչ չեք հասկացել, որ այս դահլիճում հարգանքը բացի նրանից, որ իրար նկատմամբ պետք է լինի, այլ հեռարձակվում է այս եթերը եւ մեր ժողովրդի նկատմամբ պետք է լինի, հենց որ ձեր ֆորմալ այս միջոցառմանը ոչ փողկապով գալը անարգանք չի մեր նկատմամբ, անարգանք է ժողովրդի նկատմամբ։ Եթե օքեյ եք դրա հետ ինչ ասեմ, չնայած պետքա որ օքեյ լինեք։